Երբ վարչապետը ասում է, որ կաթողիկոսությունը դուրս չի բերվի Հայաստանից, հաջորդ օր իրեն մեղադրանք է առաջադրվում, սա պատահական է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական, այժմ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը այսօր խորհրդարան եկավ եւ գնաց լրագրողների հարցերը թողնելով անպատասխան։ Դատախազության անցած տարվա գործունեության մասին հաղորդումներ Վարդապետյանի ազգային ժողով գալու պատճառը։ Ընդդիմությունը ասում է, դուք ընտրողաբար արդարադատություն եք իրականացնում։ Հնարավոր է դրա համար եք կաշկանդվում զրուցել լրագրողների հետ։ Հաղթում է ձեր աչքի առաջ չեք տեսնում տիկին դատախազ։ Գուցե ընտրողաբար իրականացրած արդարադատության պատճառով եք այսպես ճանապարհ տվեք։ Դուք ցուցակում եք, որտեղ գրած են մարդկանց անուններ, որոնք այն քննության շահեր են սպասում։ Վերելակը ձեր տիկնապահները, որ անդադար փակում են, չի աշխատում։ Ձեր մեղքերից ծանրաբեռնում են։ Մոտ 4 տարի առաջ միայն քաղաքացիական պայմանագրի падգամավորների քվեարկությամբ դատախազ ընտրված Աննա Վարդապետյանի լրագրողների հետ շփումները խիստ սահմանափակ են։ Վարչապետի կաբինետից դատախազություն տեղափոխված Վարդապետյանը պաշտոնավարման ընթացքում որևէ ասուլիս չի հրավիրել, իսկ վերջին 2 տարում մերժում է լրագրողների հետ շփումների բոլոր ձևաչափերը։ Փոխարենը դատախազության հրապարակած 165 էջանոց հաղորդման մեջ նշված է, թե անցած 2025 թվականին պատասխանել են լրատվամիջոցների 374 հարցման։ Ինձ թվում է, որ դատախազի մտքով անգամ չի անցնում, որ ինքը հանրության համար է աշխատում կամ պետք է աշխատի հանրության համար։ Այդ տարանջատումը հանրությունից այնքան ակնհայտ է, որ եւ բացահայտ, որ նա ջանքերը չի գործադրում ինչ-որ բան ցույց տալու, որ աճ էինք հանրության համար կամ լրագրողների հարցերին ինչ-որ մի հարցի կպատասխանի։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի կարծիքով լրագրողների միջոցով պաշտոնյաները հանրության հետ են խոսում կամ փորձում խոսել, իսկ եթե հրաժարվում են լրագրողների հետ շփումներից, դա ըստ իրավապաշտպանի վերաբերմունք է նաև քաղաքացիների նկատմամբ, որոնք մի շարք աղմկոտ թեմաների վերաբերյալ գլխավոր դատախազից ակնկալում են պարզաբանումներ։ Տևական ժամանակ որևէ հարցի չի պատասխանում, մի անխոցելի մետաղյա լեդի կերպար է ստեղծել, որ այդպես գալիս է ազգային ժողով եւ գնում է, եւ միանշանակ կամ էլ դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն է միայն այն մարդը, ում հարցերին ինքը պատասխանում է։ Դատախազության անցած տարվա աշխատանքը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացնելուց հետո Աննա Վարդապետյանին հարցեր տալու հնարավորություն ունեցան падգամավորները։ Ընդդիմադիր Լիլիթ Գալստյանը հետաքրքրվեց, ինչպես է Աննա Վարդապետյանը վերաբերում փաստին, որ քաղաքացիական պայմանագիրը նախընտրական իր ծրագրում կաթողիկոսին հեռացնելու հանձնառություն է ստանձնել։ Արդյոք դուք այստեղ չեք տեսնում հակաօրինական եւ հակասահմանադրական վարք կամ հայտարարություններ եւ որն է ձեր արձագանքը։ Չեմ կարող պատասխանել, դրա իրավասությունն ու լիազորությունը չունեմ սահմանադրությամբ, վարույթից դուրս գնահատական տալու որևէ կուսակցության, այդ թվում օրինակ ձեր կուսակցության որևէ ծրագրի, որևէ կետի։ Դա քաղաքական հայտարարությունները մենք քաղաքականությամբ չենք զբաղվում։ Անցած տարի այս նույն օրերին, երբ Վարդապետյանը դարձյալ ազգային ժողովում էր, ընդդիմադիր падգամավոր Թագուհի Թովմասյանը հետաքրքրվել էր, թե ինչու Սամվել Վարդանյանին խոշտանգելու գործով չկա մեղադրյալ։ ՔՊԱ-ական նախկին падգամավոր Հակոբ Ասլանյանի եւ Սամվել Վարդանյանի միջև ավտոբուսում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված Վարդանյանին հենց ոստիկանական մեքենայով ուշ ժամի տարել էին քննչական։ Ճանապարհին նրան ուղեկցող ոստիկանները մեքենան կանգնեցրել էին ու հեռացել, իսկ այդ ընթացքում, ինչպես պնդում էր Սամվել Վարդանյանը, անհայտ անձինք մոտեցել ու բռնություն են գործադրել, նվաստացնելով նաև արժանապատվությունը։ Անցած տարի Աննա Վարդապետյանն ասել էր, 2 կարևոր փորձաքննության են սպասում, որից հետո կկարողանան եզրահանգումներ անել։ Այսօր Թագուհի Թովմասյանը կրկին նույն հարցը տվեց։ Դատախազը պարզվեց դարձյալ փորձաքննությունների պատասխանների է սպասում։ Այստեղ 2 լրացուցիչ փորձաքննություն է նշանակված, որի արդյունքներն ենք սպասում, 3 եմ ճշտել եւ արդեն գնահատականների հարցը կհասկանանք։ Ինչու մեղադրյալ չէ կաթողիկոսին սատկացնելու կոչ անող Գառնեցի տղամարդը։ Ինչու են ուսումնասիրվում, բայց անհետևանք մնում կոռուպցիայի մասին մամուլի այն հրապարակումները, որոնք առնչվում են իշխանությանը։ Ինչու եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին հեռացնելու վարչապետի հայտարարություններից հետո մի շարք հոգևորականներ, այդ թվում վեհափառը, հայտնվեցին մեղադրյալի աթոռին։ Արդյոք փորձաքննություններով պարզվել է, ովքեր եւ ինչու են մոնտաժել ահաբեկչության փորձի համար կալանավորված սրբազան շարժման
շարժման առաջնորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանի եւ մյուս մեղադրյալների ձայնագրությունները։ Իսկ որ քրեական գործի հիմք հանդիսացող այդ ձայնագրությունները մոնտաժված են, պնդում են մեղադրյալների պաշտպանները։ Վարդապետյանն այս հարցերին էլ պատասխան չտվեց։